ուզում ասի սրանք ռուսները էշ են, էշ, կեթանք, ասենք բան կանենք, գլուխները կշոյենք, ման, եղածները վրեկից կտանենք։ Հանել Էջմիածնի գանձերը երկրից, թե թույլ չտանք, ու տենց հարցում է, սրանք լուրջ գիժ են։ Լսի, իրականում իրանց արածը ամեն անգամ մի փորձանք բերեն Հայաստանի գլխին, էտա։ Քեզ հարց են տալի, ասում են 5 միլիարդ վերցրես, թե չես վերցրել, պատասխանի հա կամ չէ։ Ասում եմ, Սամվել Կարապետյանին, որ ունեցածը խլեցինք, մարսեցինք, չէ։ Եթե մի անգամ դու ինձ խաբեցիր ապրես, երկրորդ անգամ խաբեցիր, ես եմ մեղավոր, էլի։ Սամվել Կարապետյանն էլ է եղբայրաբար նստածել, դու գիտես ինչ է, ասենք, հո թշնամություն չի անում այդ մարդուն նկատմամբ։ Մարդկանց փակել էին ազգային ժողովում, ստիպեցին զորով ընտրել տվեցին։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական բացի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Ես Զարան եմ, իմ հետ տաղավարում Ավետիսն է։ Ամեն երկուշաբթի մենք քննարկում ենք քաղաքական ամենակարևոր իրադարձությունները։ Ողջույն Ավտոն։ Բարի գալուստ։ Նորից բարի գալուստ։ Բարի գալուստ։ Հա այնքան երկար ես բացակայել, որ ամեն Լավ, երկու շաբաթ ընդամենը։ Էդ այլ է, ամեն շաբաթ հիշեցնելու եմ քեզ այդ դավաճանությունը։ Լեսի, չգիտեմ, սիրո տոնով պայմանավորված, որ նախորդ շաբաթ կիրակի էր, թե մոտարուտ գարնան բանեն շնչով պայմանավորված, որ արդեն կա մեր երկրում ու քաղաքում, բայց ես ինչ մի տեսակ sense պոզիտիվ եմ, չնայած տեղի ունեցող իրադարձություններին, հա։ Այս իշխանությունը կարողացավ նախորդ շաբաթ քրեական գործառույթի ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ նրա երկրից բացակայելու արգելքը հիմնավորի, չգիտեմ ոնց է հիմնավորել, անկեղծ չեմ էլ կարող պատկերացնել։ Անցյալ շաբաթ տեղի ունեցավ մեր ձևաշարժման համագումարը եւ առաջադրվեց իրենց վարչապետի տեխնացուն։ Անցյալ շաբաթ Վենսը եկավ գնաց տենց չգիտեմ ինչքանով է դա քեզ ման հուզել այդ թեման եւ ինչ որ մի sense տպավորություն կա որ ինչ որ բան է տեղի ունենում որ հələ տեն շատ տեսանելի չի բայց գործընթաց կա դու ես այդ էմոցիան քաղաքական պայքարի նոր վերածնունդի նոր չգիտեմ ինչի sense լավ արի բանը ժամանակագրությամբ հերթով անդրադառնանք տենց կարճ ասենք ինչ վերաբերում է Վենսի ԱՄՆ փոխնախագահ JD Վենսի այցին, դա պարզ է, որ դա իրանց վերադասներ, ԿՊ-ի վերադասներ եկավ, շատ իրենց համար շատ ոգևորիչ էր, երևի իրանք սպասում էին, որ դա ինչ-որ հայ ժողովրդի վրա շատ մեծ հոգեբանական ճնշում պիտի լիներ, բայց ինձ հոգեբանական չէ, ինձ թվում է Քարոզարշավի բան էին նկարում, հա, կլիպ էին նկարում, քիչ էր մնում, վեսին ասեին, մի հատ sense պլակատ հանի, ոտ բան ընտրիր Փաշինյանին գրառման։ Բայց դա ով տեսավ, ով նկատեց։ Լսի, որը ես քեզ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր առողջ բանականությամբ են օժտված, հասկանում են, որ ընդհակառակը այդ կարգի մանիպուլյացիաները մանիպուլյացիաները ճիշտ հակառակ ազդեցություն են ունենում մարդկանց վրա, որովհետև այսօր աշխարհում Ամերիկան եւ ամերիկյան իշխանությունը կոնկրետ ասոցիացիա բռնության ուրիշի ունեցվածքը խլելու նախագահներ առավանգելու լսի Վենեսուելայի կղզիներ պահանջելու հա ուրիշների տարածքները գրավելու այսինքն որևէ լավ ասոցիացիա ամերիկացիները անգամ եթե լավ ասոցիացիա բերեին դա բայց հայ ընտրողի վրա դա ազդում է Ես ուզում եմ այդ հասկանամ, ինչքանով է մեր միջին վիճակագրական ընտրողը, որը պրոնիկոլական չի, ով որ պրոնիկոլական է, ասած գնալու է Նիկոլին ընտրի, հա, բայց այն մարդը, ով որ նեյտրալ է, ով որ հələ չի կողմնորոշվել, ինչքանով է իր վրա ազդում Վենսի կոչը, Վենսի այցը, կամ թեկուզ ԱՄՆ-ի նախագահի, ասենք Տրամպը ասի, ես մենակ Նիկոլն եմ խորհուրդ տալիս ընտրեք, դա ազդելի է։ Ոչ մի ազդեցություն չի ունենալու, բացարձակ ես ասում եմ ճիշտ հակառակ ազդեցությունն է բանական մարդու համար, բանական ես չեմ ասում, ասենք գժի համար, լսի, Տրամպը իր երկրում վարկանիշ չունի եւ իր քաղաքացիների կողմից է ատելի մարդ, որտեվ ամերիկացիները իրենք տեսնում են, թե այդ մարդը
ինչ ոչ adekvat պահվածք է դրսևորում։ Ուր մնաց հայ ժողովրդի։ Ես մի բան գիտեմ, որ բոլոր ժողովուրդները, բոլոր փոքր ժողովուրդները միշտ ձգտել են ազատագրվել մեծերի ճնշումից եւ ոչ թե գնալ կամավոր ստրկության հանձնվել։ Դրանից անցանք։ Ինչ վերաբերվում է բանին, կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելուն, դա եւս շատ սպասելի էր։ Մենք արդեն ինչ որ հաղորդման ընթացքում անգամ անդրադարձել ենք, որ վաղ թե ուշ դա անելու, չէ։ Այո, ես իհարկե ասում եի, որ միակ ելքը կաթողիկոսին սպանելն է իր համար։ Հիմա դուք ասես էլի ավոն տենց ինչ-որ ուժը։ Դե իրականում, հա, միակ տենց վերջնական ելքը է դա, բայց այս անգամ սեկտն եմ փակում, ընդ որում բանով էլի հիմնավորմամբ, որ Էջմիածնի գանձերն է փորձում կաթողիկոսանի, անգամ ԿՊԱ-ական լրատվամիջոցը պաշտոնական հարցում ա դրել իրանց էջում թույլ տանք Կտրիչ Ներսիսյանին, իրանք դե կաթողիկոսին մենակ Կտրիչ Ներսիսյանով են դիմում, հանել Էջմիածնի գանձերը երկրից, թե թույլ չտանք, ու տենց հարցում են, սրանք լուրջ գիժ են։ Բերեք մենք էլ ուրիշ հարցում դնենք, մենք էլ բերեք դնենք հարցնենք, թույլ տալ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ամբողջ բյուջեն գողանա։ Ասենք ամբողջ տարածքը թուրքերին տա։ Թույլ տանք Նիկոլ Փաշինյանին գողանալ Էջմիածնի գանձերը։ Ի վերջո այդ մարդու։ Ի վերջո մենք նախընտրում, հա, ով լինի Էջմիածնի գանձերի։ Չէ, երբ որ ինքը խոսում է գանձերի մասին, ինքը իրականում, ինքը ասում է գողը առաջինն է, չէ, բանը ամենաբարձրն է գողացան։ Չէ, բռնեք գողին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը լինելով աշկ ունենալով այդ գանձերի վրա, սա ասում է բռնեք գողին։ Որ ոնց պետք է բռնեն գողին։ Ասեն ամենավստահելի տարբերակը այն է, որ այդ գանձերը Նիկոլ Փաշինյանը տանի իրանց տուն, որ տանի իրանց տուն էլ կաթողիկոսը չի կարողանա գողանա։ Համաձայն ես։ Ինչ որ երաշխիք կա, որ իր տնից ոչ միտեղ դա չի տեղափոխվի։ Ասենք մարդուն ՌԴ բանի պարլամենտի ներկայացուցիչը մեղադրանք առաջադրել, ասել է 5 միլիարդ ինքն է վերցրել, չէ՞։ Ասել է, չէ՞, Ալիևի առաջարկած 5 միլիարդը Նիկոլ Փաշինյան։ Հարցը տալիս են ճեպազրույցի ժամանակ։ Տնայել ես այդ հատվածը։ Հարցը տալիս են, ասում են Զատուլինն ասել է դու 5 միլիարդ փող ես վերցրել Արցախի դեմ։ Այդ հարցին չի պատասխան, ոչ ասում է հա վերցրել եմ, ոչ ասում է չէ չեմ վերցրել։ Ասում է բանը Զատուլինը երազում է, որ մենք մտնենք Ռուսաստանի մեջ։ Դե գիտես ինչի համար եմ տենց ասում։ Դրանով ես օրինակ որ նայեցի, ես հասկացա, որ ինքը վերցրել է այդ փողը։ Գիտես ոնց։ Հիմա քեզ ասեմ, որ ասում Զատուլինը, հա, հիմա ասում դուք ուզում եք իրադարձությունների նայեք Զատուլինի աչքերով, թե չգիտեմ Հայաստանի ինքնիշխանության։ Ասում Զատուլինը գիտի, որ ես 5 միլիարդը վերցրել եմ։ Չէ։ Հիմա ասեմ չեմ վերցրել, դե ապացույցներ անաբերեք։ Քանի որ գիտի որ վերցրել եմ։ Ուզում է որ մենք Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, որ ես որպես Հայաստանի քաղաքացի արդեն էլ բան չլնեմ, անկախ չլնեմ։ Այդ փողը ձեռիցս տանեմ։ Բա ուրիշի, բա ինչի։ Բա քո կարծիքով ինչի է դեմ, որ Հայաստանը ինքնիշխանելն է։ Ես իրատեղներն եմ, ասենք այդ փողով կարելի է անձնագիր առնել, կարելի է ուրիշ երկրի քաղաքացիություն առնել գնալ։ Եթե այդպես հարցը է դա, մենակ է դա խնդիրը, թող այդ հարցը լուծի, թե մի բան։ Թող լուծի, ինչ ասեմ, բայց այդ մարդը ասում աղբեկան, խի եք ուզում Հայաստանը իր ինքնիշխանությունը կորցնի, որ ինչ է, այդ գողացած փողերը։ Որ տանեմ ես հարկ վճարեմ։ Չէ, լսի, հիմա ինքը բան չէ, Ռուսաստանին ենթակա մարդ չի։ Հայաստանը անկախ պետություն է։ Ինքը սարսափում է այն մտքից, որ կարող է ասենք թե եթե Հայաստանը դառնա գուբերնիա, ինքը էլ նախագահ չի լինի կամ վարչապետ չի լինի, բան Ռուսաստանի ասենք իրավապահ մարմինները կարան քրեական գործ հարուցեն եւ այդ փողը տանեն իրանից։ Դրա համար ինքը ծրում է այդ հարցը։ Չէ, բայց տենց ասում է իր գիտակցությունով, որ ասենք ասում է Զատուլինը ուզում է Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ։ Ասենք դա ինչ կապ ունի քո տարած 5 միլիարդի հետ։ Չկամ։ Դա ինչ կապ ունի, քեզ հարց են տալի, ասում են 5 միլիարդը վերցրել ես, թե չես վերցրել, պատասխանի հա կամ չէ։ Հարցը առաջան դա ինչ կապ ունի Ռուսաստանի կազմի մեջ մտնել չմտնելու հետ։ Հիմա բայց ես քեզ այդ եմ ասում, ինքը ենթագիտակցորեն դա շահկապում է դրա հետ մենակ այդ ձևով կարած։ Ես օրինակ ուրիշ ձև չեմ հասկանում։ Թե դա ասենք իր 5 միլիարդ վերցնելը ոնց կարող է Զատուլինը
ասի 5 միլիարդ վերցրել է, ինքը դա մեկնաբանի, որ Զատուլինը ուզում է, որ բանը լինի։ Մենակ մի ձև, որ ասում ախպեր, այդ կարող է ուզում են Ռուսաստանի կազմի մեջ մտնենք, որ այդ փողը ձեռիցս տանեն։ Այդ փողի վրա դրանք աշկ ունեն։ Մածայնամ, ուրիշ բացատրություն չկա, որովհետև այնքան բան աբսուրդային է այս իրավիճակը, այնքան անհավատալի է։ Ես արկաշես չէի հավատում, մարդը պատասխանում է ու ասում է, բանա, Զատուլին ընդ որում ասում է, իմ բարեկամ Պուտինը չի ուզում, որ մենք մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, իմ լավ ընկեր, իմ բարեկամ Պուտինը չի ուզում, չէ՞, Զատուլինն ու իր նմաններն են ուզում։ Էդ էլա շատ խորը հակասության մեջ է իրանց պատկերացած Ռուսաստանի ու իրանց նկարագրածի հետ, նայ, օրինակ նույն Ալեն Սիմոնյանը ասում է Սամվել Կարապետյանը Ռուսաստանում ասեր մեր ձևով կմիջամտեինք, ինչ որ պետական հարցերի հետ կապված, ասում է Իրանից մտառը կմնար կամ էլ կարող է այդ մտառն էլ չմնար, չէ, նայ, հիմա ստացվում է, որ Ռուսաստանը տոտալ վերահսկում է, չէ, նույնիսկ շարքային քաղաքացիներին, նկատի ունեն ոչ պաշտոնյաներին, ոչ Իսկ Զատուլինը вообще ազգային ժողովի իրանց կուսակցության падգամավոր է։ Պատգամավորը Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահը, այսինքն ինչ Զատուլինը կարա ինքնագործունեություն դրսևորի 5 միլիարդի թեմակցի բան շրջանառության, բայց բանը Բայց Պուտինը դեմ է այդ ամեն ինչին։ Տեղյակ։ Պուտինը սիրում է Նիկոլին։ Պուտինն հարգում է Նիկոլին։ Ախր գիտես ինչ է ասում։ Ասում է Պուտինը ոչ միայն հարգում է, ասում է մենք Պուտինի Ռուսաստանը ասում է ես ազդեցություն ունեմ, չէ, Հայաստանում, երբ որ խոսում է Տրամպի Միջանցքի հետ կապված, ռուսները ամեն անգամ մի հատ բան են ասում են Հայաստանը պետք է հիշի, որ այդ տարածքում ունենք մենք սահմանապահներ, ունենք երկաթգիծ, որը մեր տնօրինության տակ է, կոնցեսիոն կառավարման տակ է, եւ ասում են պետք է հիշեն, որ ենթադրենք բանա Հապկի անդամ։ ԵԱՏՄ-ի անդամը, որովհետև դա այդ տարածքով անցնող բեռները եւ այլն։ Ուզում են ասեն ախպեր ջան, եթե ուզում եք Թրամփի միջանցքը ձեր խելքով, ձեր ձևով, այսպես ասած, ոչ թե մեր ձևով աշխատացնեք, ձեր ձևով աշխատացնեք, պետք է 3 բան անեք։ Ռուս սահմանապահներին այդտեղից պետք է հանեք, կոնցեսիոն պայմանագիրը պետք է չեղարկեք եւ Հայաստանը պետք է դուրս բերեք ԵԱՏՄ-ից։ Կամ մենք ձեզ Բայց նրանք էլ ասում են մենք մնում ենք ԵԱՏՄ-ում, տեղ չունենք գնալու։ Լսի, ԵԱՏՄ-ից ինչի տեղ չունեն գնալու, որովհետև մտածում են, որ դա հանրության մոտ իրանք կհանեն Հայաստանը ԵԱՏՄ-ից։ Նույնիսկ եթե հայ ժողովուրդը սոված մնա կամ նույնիսկ չէ, հաստատ սոված մնալու, մենք գլխավոր արտահանման շուկան է։ Հա, սոցիալական խայտառակ ցնցում լինի, իրանք հիմա դա չեն ուզում ասեն, հասկանում ես, որտեղ նախընտրական շրջան է, չեն ուզում մարդկանց վախացնեն, ասենք այդ լիքը գործարարներ կան, բիզնեսմեններ կան, նույնիսկ Ռուսաստանում ապրող բարեկամ հարազատ ընդեղից փող ստացող, չգիտեմ, այդ կանեն ընտրություններից հետո կանեն, բայց ասում է կոնցեսիոն պայմանագիրը, օրինակ երկաթգիծը ռուսներից կվերցնեմ, ու ասում է դա կանեմ եղբայրաբար, բարեկամաբար, եղբայրաբար եւ ընկերաբար, շոյելով Սիրելով, հիմա ասենք մեկը գա քո ունեցածը, քո տունը գա, ասի շուտ գող էլի, ասենք եկել է քո ունեցածը վրիցը տանի։ Ասում ես, ինչ ես անում, ասում է գողություն եմ անում։ Ասես չհասկացանք, չես ոնց թե գողություն ես անում, ու չես էլ ասի չէ, Զարա ջան, ես դա անում եմ եղբայրաբար, ընկերաբար եւ բարեկամաբար։ Ես այդ աբսուրդը չեմ հասկանում։ Լսի, ուզում ասի սրանք ռուսները էշ են, էշ, կեթանք ասենք բան կանենք, գլուխները կշոյենք, բան, եղածները վրեքից կտանենք։ Իրանք չեն նեղվի։ Իրանք չեն նեղվի։ Մի կարաս ասես, բայց դա Հայաստանի սեփականությունն է։ Իրականում Հայաստանի սեփականությունն է, բայց երբ որ դու մեկին դա տվել ես կոնցեսիոն կառավարման եւ արտադրել ես, որ նա ներդրումներ անի, այդ մարդը կարող է ասել, ընկեր ջան, ես ներդրումներ եմ արել։ Կարող է չէ, միջազգային դատարան կարա դիմի ու ստանա իր փոխհատուցումը։ Բայց Նիկոլին ինչ է ասում, ասում է Սամվել Կարապետյանին, որ ունեցածը խլեցինք, մարսեցինք, չէ։ Հիմա մի հատ էլ բայց Մարսելն այնտեղ այդ իրավական գործընթացը դա հիմա ասում է արբիտրաժում։ Այդ պրոստը ինքը եւի հույս ունի, որ ինքը նիդերլանդ է։ Չէ, դա ինքը իր օրոք չի։ Իրան թվում է, որ դա մարսել է։ Հիմա մարսել է, հիմա ասում մի բան էլ տանենք։
լսի իրականում իրանց արածը ամեն անգամ մի փորձանք բերեն Հայաստանի գլխին, էտա, ուրիշ բան չկա։ Եղբայրաբար Հայաստանի գլխին փորձանք բերեն։ Ասենք ինչ հիմարություն անես, ասես ախպեր դե մեկին եթե վնաս տաս, ասես գիտես ինչ կա, ես քեզ դա արեցի, եղբայրաբար արեցի։ Նայել ասի դե լավ։ Շահերից ելնելով էր։ Չէ, քո շահերից չէ, եղբայրաբար։ Լսի, ասի դե եթե եղբայրաբար ես անում ոչինչ։ Ասենք ինչ ասեմ։ Կարա լինի տես բան, կարա լինի։ Չէ, ուզում եմ հասկանամ ուղղակի ՌԴ պաշտոնյաների ընդհանուր պետության արտագանքը այդ եղբայրաբարին ո՞նց կարա լինի։ Դե Նախատեսումներ։ Դե կարող է իրանք էլ եղբայրաբար ինչ-որ բան անեն։ Դե հիմի Այդ նույն որակի։ լսի, հիմի որ Ուկրաինայում անում են։ Եղբայրաբար։ Լրիվ եղբայրաբար են անում։ Ինչ ուկրաինացիներ։ Ընդ որում իրանք նաև շեշտադրում են, որ այդ ուկրաինացի ազգը դա ռուս ազգն է։ Հա, մեր աղբերներն են։ Մեր աղբերներն են, աղբեր։ Մենք իրանց եղբայրաբար սպանում ենք։ Եղբայրաբար։ Հիմի ինչ նեղանում եք արա, չհասկացանք։ Որ ուրիշ բան որ թշնամաբար անեին, որպես թշնամի մտնեին ուկրաինյան քարուքանդ անեին, դա ուրիշ բան աղբեր, բայց եթե եղբայրաբար են անում, ինչ գիտես։ Ազատագրում են եղբայրաբար։ Հա, ազատագրում են եղբայրաբար։ Այ եղբայրական գերեզմաններ են, չէ՞, այնտեղ միլիոնավոր մարդկանց եղբայրական գերեզմաններ են առաջացել։ Այդ էլ է մեծ սիրո նշան։ Իհարկե։ Ես անկեղծ։ Առաջի անգամ Այդ պարագայում առաջի սպանությունը երբ է եղել Զառա։ Առաջի սպանությունը մարդկության։ Սպանությունն է, Այո։ լաբելի ու կային։ Այո, որ Աստված ասելա բանին, Կայենին ասելա, ուր է աղբերդ, ուր է եղբայրդ, Աբելը։ Դու ասելա, ես չիմանամ, կարող ես դրա պահակնեի։ Եղբայրաբար սպանած է եղել, եղբայրաբար։ Հիմա կարա այդ եղբայրաբար արձագանքը Ռուսաստան, մեր եղբայր Ռուսաստանից լինի ընդհանուր ազգի դեմ ուղղված, թե դա կլինի ոնց որ թիրախային, հա, այս ուժի դեմ, որ տենց եղբայրաբար դրսևորում է իր տաղանդները։ Լսի, Ուկրաինայում ուղղված է իշխանության քաղաքականության դեմ, լսի։ Բայց ամբողջ ազգն է Բայց իշխանությունները չեն տուժում, տուժում է հասարակությունը։ Իհարկե։ Լսի, իհարկե միշտ իշխանության ներկայացուցիչները ամենապաշտպանված խավն են։ Իրանք պաշտպանված են եւ իրանց իշխանությամբ, եւ իրանց փողով, եւ իրանց օտարերկրյա ունեցվածքով։ Ասենք հիմի Նիկոլ Փաշինյանը իմի աշխարհի եսին քանի երկրում ունեցվածք ունի։ Ասենք ինչ Հայաստան։ Դա միակ տարբերակը լինելու է, որ մենք որպես ազգ sense այդ իշխանական այդ կագորտային տանենք, հանձնենք, արտահանձնենք, ասենք էս ձեր ուզածը Չէ, մենք պետք չի որ արտահանձնենք, պետք է ուղղակի հեռացնենք իրենք գնան իրանց եղբայրաբար հեռացնենք սրանց, բարեկամաբար։ Այո, միայն եղբայրաբար։ Եղբայրաբար դատապարտենք իրանց արարքների համար։ Ոչ մի թշնամական գործողություն։ Սամվել Կարապետյանն էլ է եղբայրաբար նստածել։ Դու գիտես ինչ է, ասենք հո թշնամություն չի անում այդ մարդուն նկատմամբ։ Բարեկամաբար գլխավոր ամենահարուստ հայ բարերարին թշնամություն անի, բարձա չէ որ սիրում է շատ։ Ու շատ գնահատում է իր ներդրումները Հայաստանում, ասա, որ այդքան բանը վստահաբար ինքը դա բարձր է գնահատում։ Ինչ վերաբերում է, տես դու սկզբից խոսում էինք, հա, կաթողիկոսի թեման մի հատ նորից բան անենք, վերադառնանք եւ ամփոփենք։ Ես այս տաղավարում ասել եմ, եթե Հայաստանում Աստված մի արած է, իշխանափոխություն տեղի չունեցավ, որի հավանականություն շատ քիչ է իհարկե, բայց ինքը կաթողիկոսին սպանելու է, սպանելու է միանշանակ, ուրիշ տարբերակ չունի։ Ինքը եկեղեցին պետքա զավթի, մահվան սպառնալիքի տակ մյուսներին ստիպելու է, որ միանան են 10 բաներին, տիրադավներին, մահվան սպառնալիքի տակ, կամ մարդիկ վախի ազդեցության տակ իրան միանալու են իրան, կամ ուղղակի հրաժարվելու են հոգևոր ծառայությունից, ասելու են ախպեր, այս գժի հետ, այս հանցագործի հետ մենք էլ չենք կարա բան անենք։ Բայց չես տեսնում, որ հակառակ էֆեկտն է ունենում իր այս արշավը, այսինքն կաթողիկոսի ոնց որ եւ վարկանիշն է բարձրանում, եւ կաթողիկոսի շուրջ համախմբվելուն պատրաստ մարդկանց քանակն է ավելացել, չէ՞։ Ասենք հիշում եմ 3-4 տարի առաջ կաթողիկոսը հաստատ այդ դերակատարումը չուներ մեր ներքաղաքական կյանքում, ոնց որ հիմա ունի։ Զի Զարա ջան, իհարկե, բայց երբ որ մյուս կողմից վերցնում ես, տես, հիմա մենք ասում ենք մենք քրիստոնյա ազգ ենք, չէ՞, առաջի քրիստոնեությունը ընդունած ազգն ենք եւ այլն, բայց որևէ քրիստոնյա ազգ, անկեղծ եմ ասում, իրոք քրիստոնյա ազգ,
թույլ չէր տա իրական, ինչքան էլ մենք ասենք հանրային աջակցությունը կա, լսի, այս իշխանությունը պետք է մի մարդ չլներ, որ բացի ասենք աղանդավորներից այլ կրոն, ասենք հիմի դա եզդիները իրանց հավատքը ունեն հիմի չնայած իրանք էլ են կաթողիկոսի դեմ արշավին Ես դեմ ասեմ անգամ աղանդներ կան, որոնք կաթողիկոսի դեմ արշավը դատապարտել են։ Անգամ աղանդավորներն են հասկանում, որ ցանկացած դեպքում, չգիտեմ, եկեղեցու հավատքի դեմ էս արշավը լավ տեղ չի տանելու, Դե լսի, նախ ես մտածում եմ այդ դատապարտելը մի քիչ կեղծավորություն է, ասեմ ինչի համար է կեղծավորություն, որովհետև որևէ բռնություն, որևէ հավատք, որևէ բռնություն չի արդարացնում։ Իսկ սա բացարձակ բռնություն է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ուրիշ բան է, որ ինչա ոչ էին ասելու, մենք ողջունում ենք Նիկոլ ընդհանրապես հայտարարություն չանեին, ասենք հիմա պարտադիր է լեզուներից քաշում էին իրանց համար իրանց գործով զբաղվեին, չանդրադառնային եկեղեցու դեմ էս արշավին։ Ամեն դեպքում գնահատել է ես չեմ ասում ես այն մարդիկ ովքեր ոչ հավատքով ոչ ի պաշտոնե պարտավոր չէին արձագանքել ես մի հատ վրացի լրագրող ընկեր ունեմ որի հետ շատ հաճախ շփվում ինքը միշտ ասում ավետիս մեր երկրում կաթողիկոսի դեմ իլայի դեմ ոչ թե սենս նույնիսկ մի հատ թութուխոս ասող իշխանությունը իրավունք չեր ունենա փողոց դուրս գա որևէ իշխանավորի երեխա չէր կարանա փողոց դուրս գար ուղղակի կբսկտեին կոչնչացնեին ասում եմ դուք իրոք շատ կարող բան ենք էլի շատ տոլերանտ եք դե ես էլ ասում եմ կարող մենք իրոք շատ քրիստոնեաբար ենք վերաբերվում իրականում եկեղեցու էս պահի արձագանքը հենց այդ քրիստոնեական սկզբունքներից ելնելով բայց ես հույս ունեմ որ դանակը ոսկորում վերջնական հասնի այդ կոչը կհնչի էլի գոնե համախմբման կոչ ընտրություններից առաջ ի պաշտպանություն եկեղեցուն եւ ի աջակցություն ընդդիմության պետք է հնչի չէ դու չես սպասում որ պետք է կաթողիկոսն ասի որ եկեք գնանք ընտրություններին Հայաստանի համար ճիշտ ընտրություն անենք ու ասի ում է տեսնում այդ ճիշտ ընտրության կոնցեպտի մեջ լսի ես չեմ կարծում որ կաթողիկոսը պետք է քաղաքական կոչ անի գնալ որևէ մեկին ընտրել դե կարող է կոչ անի գան իրան պաշտպանեն երկու տարբերակներ կարա լինի ինքը կարա ուղակի կոչ անի որ մարդիկ գնան ընտրությունների եւ չընտրեն սատանային հա Այլ լավ տարբերակ է։ Ընտրեն Աստծուն։ Մարդիկ գիտեն, չէ՞, հստակ գիտեն, ով է Աստված եւ ով է Սատանան։ Անկամ էս իշխանության ներկայացուցիչ ոստիկանները, որ Էջմիածնի այդ օրը բաժանում էին, չէ՞, եկեղեցի եկած մարդկանց հարց էին տալիս, ասում էին՝ դու նիկոլական ես, թե եկել ես եկեղեցին պաշտպանես։ Այսինքն այդ սկզբունքով անգամ ոստիկանները, որ թվում է թե պետք է, հա, իշխանության գործիքը լինեն, կամակատարը լինեն, այդ սկզբունքով բաժանում են։ Այսինքն բոլորը հասկանում են, որ եթե նիկոլական ես, դու չես կարող հավատք պաշտպանես, էլի դու հավատքի հետ կապ չունես։ Այդ բանով սկզբունքով կարող լինի այդ ընտրությունը։ Իհարկե։ Եթե դու չես ընտրում սատանային, ուրեմն դու ընտրում ես Աստծուն։ Այդքան մի բան։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, ասենք այդ ասած մնացած մյուս թեմային, Սամվել իմ համար անկեղծ անակնկալ էր։ Բայց լուր էին գրել, հրապարակ չես կարդում այդպես։ Լսի, լուրը կարդացել էի, բայց մի քիչ մտածում էի, իդեպ շատ ճիշտ ընտրություններ բանի իմաստով տրամաբանության մեջ, քաղաքական տրամաբանության մեջ շատ ճիշտ ընտրություն են արել։ Ես մտածում էի, որ Նարեկ Կարապետյանին կառաջադրեն, բայց հետո երբ որ սկսեցի մտածել, որն ավելի շահեկան, իհարկե Սամվել ասեմ ինչի համար։ Լսի, Հայաստանի օլիգարխատի կամ այսպես ասած խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար շատ դժվար ընտրության առաջ են իրենք կանգնելու, որովհետև մի բան էր, երբ որ Հիմա իշխանությանը պաշտպանող օլիգարխներին նկատի ունես, այս պահի դրությամբ իշխանության տակ կամ չեզոքություն դրսևորող, բոլորն էլ տենց խավորսանիկ հարաբերություններով փոխկապակցված են, ընկերական հարաբերություններ։ Լսի, մի բան է, երբ որ դու Նարեկ Կարապետյանի
ու միջև էս դե ասում են Նարեկ Կարապետյանը մենք ոչ հետը չէ մենք հետը ոչ շփվել ենք, ոչ տվել ենք, ոչ առել ենք, ոչ ճանաչում ենք եւ այլն իշքան էլ པարզ է, չէ, որ ներքին իմաստով նրանք նույն մեծ հաշվով նույն մարդիկ են ընտրության երբ որ գնային, բայց հիմա երբ որ հարցը երբ որ իրանց ընտրությամբ կարան Սամվել Կարապետյանին ընտրեն թե Նիկոլ Փաշինյանին, աշխատեն Նիկոլ Փաշինյանի օգտին թե Սամվել Կարապետյանի, շատ ծանր ընտրության առաջ են կանգնում։ Բայց ծանր է, իսկ թվում է այնքան ակնհայտ է, այնքան հեշտ է այդ ընտրությունը կատարել։ Ինչից պետք է ծանր լինի, որ վախենան միջև ընտրությունների ժամանակահատվածում, որ իրենց բիզնեսների հախից չկա։ Ես մտածում եմ, որ ընտրություններից 10 օր կամ մի շաբաթ առաջ շատ լուրջ Հայաստանում լուրջ այդ հանրային դաշտում ցնցումներ ենք տեսնելու, որ մարդիկ, որոնք մինչև հիմա այդ վախի ազդեցության տակ, սպառնալիքի ազդեցության տակ լռել են, ինձ թվում է գոնե այդ ժամանակ իրանք հայտարարություն են անելու, որ իրանք աշխատելու են Նիկոլի դեմ, ես դրանում կասկած չունեմ։ Հա, ես կասկած չունեմ։ Ես ոչ միայն կասկած չունեմ, ես ինչ որ իմաստով ինֆորմացիա ունեմ, որ այդ մարդիկ իրանց մերձավոր շրջապատին ասել են, որ Նիկոլին ընտրելը բացառում է, մենք պետք է օգնենք հենց Սամվել Կարապետյանին։ Շատ հայտնի մարդիկ, շատ։ Այո, ես իրանց շրջապատից այտենց ազդակներ ունեմ, որ իրանք Նիկոլի համար չեն աշխատելու եւ ընդհակառակը աշխատելու են Նիկոլի դեմ։ Ինձ թվում է Նիկոլի վախը, դու տեսար, չէ, ինչ սարսափած Նիկոլն ու բանը, Ալեն Սիմոնյանը, երկուսն էլ իրար հետևից այտենց կեպազրույցներ տվեցին ու սկսեցին։ Մենակ է, ասենք այդ թիմում էլ, չգիտեմ, երևի մենակ Մակրուհին չի գրառում արել, որտեղ ասի, որ Սամվել Կարապետյանը չի կարա առաջադրել։ Մակրուհին չի կարա դրանց թիմից լինի։ Մակրուհիները նորմալ մարդիկ են։ Համաձայն եմ։ Մնացած բոլորը ում դու ընդհանրապես պատկերացնում ես, ես այդ Համագումարի օրը հետևում էի լրահոսին, երևի տենց մի 100-ից ավել գրառում են արեք ակտիվիստները։ Ու ինչ են ասում են Սամվել Կարապետյանը իրավունք չունի բանալների։ Կերկորովն էլ չունի իրավունք, Սամվել Կարապետյանն էլ, ասենք, այդ է իրանց փաստարկը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը 18 թվին իրավունք ուներ դառնալ վարչապետ։ Չգիտեմ։ Իհարկե իրավունք չուներ։ Մեր սահմանադրությամբ իրավունք չուներ, որովհետև սահմանադրության մեջ հստակ գրված է, որ վարչապետ կարա լինի քաղաքական մեծամասնության կողմի մեծամասնության ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանը ամենափոքր ֆրակցիայի ղեկավարն էր։ Մաշկած փակել էին ազգային ժողովում, ստիպեցին զորով ընտրել տվեցին։ Նիկոլ Փաշինյանը ասեց կամ ես կլնեմ Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ինչ է նշանակում Հայաստանը վարչապետ չի ունենա։ Այսինքն այս երկիրը պետք է լուծարեր։ Կարար, իրանից հեռու չի։ Չէ, դե իհարկե։ Չէ, ուզում եմ ասեմ, ինքը հակասահմանադրական, հեղաշրջման։ Վերեցին սահմանադրությունը փոխեցին Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից զրկելու համար։ Դա մանր բան է։ Շանտաժի միջոցով, շանտաժի բռնության միջոցով ինքը իշխանությունը զավթել է։ Հակասահման, եթե Հայաստանում նորմալ իրավիճակը լիներ, դրա համար մարդկանց կարային սահմանադրական կարգը խախտելու համար լուրջ մեղադրանք առաջադրեին, նույն այն մեղադրանքը չէ, որ գնում է հետո դատարանում ջրվում, այլ նորմալ մեղադրանք։ Հա, որովհետև քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչը որևէ տրամաբանությամբ չի կարա, բացի մի դեպքում։ Այն դեպքում, երբ որ մարդկանց ստիպում ես շանտաժով, վախով, սպառնալիքով ստիպում ես, որ գան օգտին քվեարկել։ Ինչը եւ տեղի ունեցավ 18 թվականին։ Կարա ինչ է ասեին, դե Սամվել Կարապետյանը 5% չի հավաքի, անիմաստել է այդ հարցը քննարկել։ Չէ, իրական դու հասկանում ես, չէ, որ այդ համադրության այդ դրույթը փոխվի, մեր հետևորդների համար եմ բացատրում, պետքա ունենա 2/3 ազգային ժողովի Սամվել Կարապետյանը կամ գոնե կոալիցիոն ինչ-որ ֆորմատով ձևավորեն 2/3-ը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր թիմը արդեն վստահ են, որ Սամվել Կարապետյանը այդ 2/3-ը հավաքելու է, դրա համար հերքում են սահմանադրության փոփոխության հնարավորությունը, իբր մի մարդու հակով սահմանադրություն չի փոխվում, էլի։ Ասենք ինքը Ալիևի պահանջով ուզում է ոչ թե սահմանադրության մեջ մի կետ փոխի, այլ ամբողջ նոր սահմանադրություն, որից հանի Հայաստանի անկախության հռչակագիրը, Արադ լեռնզինանշանից հանի եկեղեցին կարգավիճակի ամենակարևորը անկախության հռչակագիրը, հղումը անկախության հռչակագրի վրա։
Դու պատկեր Այսինքն մարդը պատրաստ է Ալիևի հրահանգով մի ամբողջ համադրություն գրի, բայց շատ դեմ է, որ Սամվել Կարապետյանի համար մի հոդվածի մենակ 4 վերջին տարին միայն Հայաստանի քաղաքացի լինելու պահանջը հանվի։ Այդ մի բառն հաջող մեզ, այսինքն եթե միայն է հանվի, վերջին 4 տարին Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել, այդ դրան համապատասխանում է։ մի բառ Բառը հանելու համար դեմ են իրանք։ Շատ ունիկալ իրավիճակ է ստեղծվել։ Բայց ես այդ չեմ հասկանում, ես գիտես ինչն եմ բանում։ Իրանք արդեն գիտեն, որ պարտված են դրա համար այսպես ցնցումներ։ Լսի, դե որ խոճապի մեջ են, դա ակնհայտ է։ Լսի, ինչա իրանք չգիտեն հասարակության վերաբերմունքը իրանց նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը պետքա մտնի իր Facebook-ի էջը, իր դրած բաների, այդ նյութերի տակ հասարակության գրած կոմենտները, այն էլ մաքրում են, գիտես, անընդհատ Արա, կայծակնային արագությամբ։ Ես մեկ-մեկ հետևում եմ, ասենք մարդը գրում է, 3 վայրկյան հետո ջնջվում է այդ գրառումը։ Լսի, ինչքան մարդու են գցել սև ցուցակ, որ մարդիկ գրելու իրավունք չունեն։ Նույնիսկ այդքանից հետո, ասենք գրառումների 90%-ը իր դեմ է։ Ասենք դու պատկերացնում ես այդ մարդը վերջը գիտի, չէ, ասենք անենշի որ լսի այդ մարդը եթե իմանա, ասենք ինքը հանրային վստահություն կամ աջակցություն ունի, ասենք 5000 ոստիկանի ուղեկցությամբ կտեղաշարժվի։ Մենակ չէ, ասենք Սամվել Կարապետյան բաց կթողնի, ասի գնա Քարոզարշավարա։ Գնա, вообще, քո ոչ մի քրեական գործ, մեր ձևով լավ ես արել, քո ձևով գնա արա։ Բաց կթողնի, ես տենց եմ պատկերացնում, եթե դու 80% ընտրազանգված ունես, ի՞նչ խնդիր ունես ընդդիմադիրների դեմ պայքարելու, թող այնքան աշխատեն, այնքանից շատ։ Իհարկե, պարզ է, չէ, որ իր վախը Սամվել Կարապետյանից այնքան մեծ է, որ նա Տարօրինակ ձևով է դրսևորվում։ Ես վստահ եմ, որ ինքը գիշերներն էլ կարող է վերաթռնում, ասենք Գորմա Սամվել բանը։ Ռաֆու Սամվելն էլ չէ, տենց բան ուներ։ Տենց զոհ գնաց չէ։ Չէ, ընդհակառակը զոհեց։ Ռաֆու Սամվելի տպավորության տակ ասում է Սամվելները տենց բնավորություն ունեն, դրանք իրենց սկզբունքի համար հորն ու մորը կսպանեն, որ մնաց Նիկոլ Փաշինյանին։ Լավ, մենք բռնցակոչեր չենք անում, խնդրում եմ։ Ես չեմ ասում, ես ասում եմ նոր բան են բերում, օրենսգիրք են բերում, Սրբի Կալյանն է տաղանդավոր պատրաստում, ատելության խոսքի դեմ համացանցում։ Ես ու դու տենց առաջին դատվող ենք։ Հիմա ասենք ինչ Ռաֆուն պետք է դատեն, ատելության խոսք է տարածել, Ռաֆին գրում է, որ Սամվելը ճիշտ է, ինքն էլ կարա ասի, ես էլ բանից եմ վերցրել։ Կարծեմ Եղիշեից եմ վերցրել, չէ։ Եղիշեն ա։ Հա, ասեն հա, դե բերեք դրանց սաղին դատենք։ Իրանց չկա։ Սա բանը այդ գրականությունն էլ արգելված գրականություն ճանաչեն, որտեղ որ սպանության կամ չգիտեմ ատելության խոսք։ Իշխանության դեմ պայքարի թեկուզ մինիմալ դրսևորում կա, չէ՞։ Թող ինչա, թող համակերպված ապրեն, ինչ պարտադիր է ընտրություն կատարեն, իշխանություն փոփոխեն, շատ հարմար տարբերակ է։ Չէ, ես ուշքս գնում ասրանց այս ցնցումներին նայում եմ, ու սենց հավես է, էլի, ու մարդ ուզում եմ ինչ-որ մի ձև ավելացրած լինի իրանց այդ տանջանքները, տառապանքները, չգիտի էլ ոնց դու ինչ-որ խորհուրդներ։ Լսի, դե իրանք ինչ-որ տարբերակներ մտածում են, որ այդ իրավիճակից դուրս գալու, պարզ է հիմա ես տեղեկություններ ունեմ, որ տարբեր կուսակցական գործիչների կանչում են, ֆինանսական խրախուսում են խոստանում, որ ընտրությունների մասնակցեն, մեկը 100 ձեն փակցնի, մեկը 150 ձեն, մեկը 200 ձեն։ Փոշիացնողներին հովանավորում են։ Հա, հիմա տենց process է գնում, բայց էլի եմ ասում, ասենք դու պատկերացնում ես, ասենք ինչքան լավ ինչքան պետք է դրանք փոշիացնեն։ Լավ, ասենք Նրանք էլ չնամ, ասենք գիտես ինչ են անում, զանգում են Սամվել Կարապետյանին գրասենյակների համար տարածք տված մարդկանց, դե դրանք բոլորը վարձակալությունա, չէ, կանչում են հարցաքննության, եթե մինիմալ շանս ունեն ինչ-որ մի բանից կպրկվելու գործ հարուցելու, հա, հարուցում են, որ այդ մարդը վարձակալության պայմանագիրը խզի, գրասենյակ կարելի է կարծել, եթե ասենք, չգիտեմ, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բոլոր սեփականություն ունեցող մարդկանց կարելի է տենց վախեցնել։ Դա էլ է չէ խոսում է վախի մասին։ Եթե հիմա շենքը ունեցավ, այն ընդհանրեն գրասենյակը կա։ Դա ինչ է իրանց վնասում, այդ եմ ուզում հասկանալ։ Դե հիմա տեսնում են, լսի, այդ նույն հարցումները, այդ նույն հանրային կարծիքի ուսումնասիրությունը իրանք անում են, չէ։ Հիմա տեսնում են, չէ, որ իրականում ով է իրանց իրական հակառակորդը։ Հիմա ես չեմ ասում, լիքը մարդիկ մտածում են, որ
այլ ուժերի են ձայն տալու, բայց մեծ հաշվով այսօր մենք էլի ենք դրա մասին խոսել։ Այսօր հանրային անցնելու ինձ թվում է։ ինձ էլ է թվում, որ կարող է մի 4 ուժ 4 ուժ անցնելու Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան դաշինքը եւ ԿՊ-ն։ Ենթադրաբար այս 4 ուժն անցնելու, մնացածը փոշիացնելու են։ Իսկ մեր հետևորդները եթե ինչ-որ մեկին ուզում են ընտրեն, ասում են ճաշակի ընտրություն կատարեք, ասել ավոն, միայն չընտրեք սատանային, ընտրեք Աստծուն։ Դե լսի, քաղաքական ընտրությունը մի քիչ ես ասեցի, հետո ես էլ փոշմանեցի։ Քաղաքական ընտրությունը իրականում քաղաքական ուժերին չի կարելի աստվածացնել, որովհետև նրանք աստվածացնում, ընտրում են ուղղակի այն ուժը, որը Աստծո դեմ ոչինչ չի անում։ Ճիշտ ես ասում։ Ուղղակի ես էլ ասեցի, հետո զգացի, որ մի քիչ բան չի, որ Նիկոլը սատանա է, դա միանշանակ։ Պետք է չընտրել ուղղակի սատանային։ Մարդկանց առավել եւս քաղաքական գործիչներին աստվածացնելը առավել եւս բաներին, էլի, մարդիկ, որոնք սխալ բան է։ Բոլորն էլ լիքտերություններ ունեն, բոլորն էլ խոցելի են, դրա մասին չէր խոսքը։ Ուղղակի այս ուժերը հաստատ չեն պայքարելու եկեղեցու դեմ ու հաստատ հայ առաքելական եկեղեցին չեն կազմել։ Ոչ միայն հարցը մենակ հո եկեղեցին չի, Նիկոլին հո մենք չենք մերժում մենակ հակաեկեղեցիական։ Այդ մարդիկ չեն գնալու Ալիևի առաջ չեն կզելու, Ալիևի պահանջով սահմանադրություն չեն փոխելու, Ալիևի պահանջով Հայաստանի ինքնիշխան տարածքները չեն զիջելու։ 300,000 ադրբեջանցի չեն բերելու ստեղ բնակեցնել։ Ալիևի կամ Էրդողանի պահանջով, չգիտեմ, Արարատ սարը չեն հանելու, ցեղասպանությունից չեն հրաժարվելու, Մեսրոպ Մաշտոցին Այբեն Արանից նկարը չեն հանելու, հայ ժողովրդի պատմությունը չեն կեղծելու, 1000 բան կա։ Եվ վերջի Արցախը չեն հանձնել։ Դե Արցախը չեն հանձնել, հա, առավել։ Չէ, ինչի արած արդեն իսկ արած ասկամես, իր արդեն իսկ արածը բավարար է իրան մերժելու համար։ Էլ պետք չի, որ ենթադրեն ինքը ինչ անելու հələ։ Իհարկե, ես նկատի ունեմ, որ հələ այնքան հանցագործություն կա, որոնք սկսվել են եւ շարունակության մեջ են։ Արցախի հանձնումը ավարտված հանցագործություն է, ճիշտ է։ Իր Ալեն Սիմոնյանը ասում է, վայ, վերջ, ժողովուրդ ջան, շնորհավոր եք իրար, խաղաղությունը եկել է, չգիտեմ ինչ, առաջ ասում է, հաշվել եմ 10 տարվա մեջ 120 զինվոր է մահացել։ Բան նախկին իշխանության օրը 44 օրում 5000 մարդ է մահացել։ Ախպեր, քանի 100 տարի է պետք, որ բաժանես այդ 10 հոգին, 500 դուք 500 տարվա պաշար եք, մարդ եք սպանել եք։ Հələ չհաշված 5000 հոգի մարդի դաշտում է մահացել։ Լսի, գիտես ինչքան իրանց զոհերը 20,000-ից ավել են։ Ես այնքան մարդիկ գիտեմ, քույրն է մահացել, մայրն է մահացել, հայրն է մահացել, վշտից։ Անգամ Արցախից գալուց ճանապարհին մարդիկ մեքենաներում մահացել են։ Դու գիտես, այդ գաղթի ժամանակ ես իմ քանի մահ ա եղել եւ Իհարկե, ախպե, վշտից ինչքան մարդ է մահացել ու հաշմանդամա դարձել ու այդ մարդը էլ իր տեղը չի գտնում այս կյանքում։ Ասում է ուրախացեք, բան հա, մենք ձեզ խաղաղություն ենք բերել։ Արա դուք քիչ Ասում է ձեր երեխաները չեն գնալու բանակ, չեն զոհվելու։ Ախպե, բա որ բանակը ինչի համար է, կարաս մի հատ բացատրել։ Եթե բանակը պատերազմի մասնակցելու համար չի։ Լսի, ամեն երկրի, ես չեմ ասում մենք միշտ պատերազմը լինի։ Լսի, բայց երբ որ դու մարդկանց ասում ես, որ ձեր երեխան գնալու է բանակ ու այլևս չի զոհվելու, դրանից տխմար բան գոյություն չունի։ Այդ ոնց որ ասես բժիշկը գնա ուրախացեք բժիշկներ, այլևս հիվանդ չի լինելու։ Լսի, ցանկացած երկրի բանակ ստեղծումը մի նպատակով թշնամու հարձակման դեպքում սեփական երկիրը պաշտպանելու։ Դու ինչ գիտես Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, թե չի հարձակվելու։ Թուրքիան կողմից, ասենք մենք Թուրքիայի տարածքում մարդիկ 1.5 միլիոն հայ է զոհվել, ոչ բանակի անդամ են եղել, ոչ բանակ են ունեցել։ Այդ նույն ճակատագիրը Հայաստանին է սպառնում, որ sense մենք մեր տներում նստած սպասենք, երբեն մեր վրա հարձակելու, մեզ հոշոտելու, որովհետև մենք բանակ չունենք։ Մենք կբանանենք, Ես հենց այդ եմ ասում, եթե դու բանակ ես պահում, որը պետք է չպատրաստվի պատերազմի, բանակի միակ նպատակը դա պատերազմի պատրաստվելն է։ Միշտ, պատրաստ լինելը։ Այո, 24 ժամ օրվա մեջ եւ տարվա մեջ 365 օր պետք պատրաստվել պատերազմի։ Եթե դու մարդկանց ասում ես ախպեր ջան, այլ պատերազմ չի լինելու։
Ստացվում է որ բանակը անիմաստ է։ Բերեք լուծանենք այդ Մենք էլ շատ բանակը։ զարմանալի է, որ այդ էլ պատերազմը չի լինելու, իրանք կարողանում են գարանտիա տանել։ Պրոստը այնքան են սուտ ասել, ես մի սուտ ավել, մի սուտ Դե պակաս հենց այդ եմ ասում։ Հիմա կարող ասենք դաժե գիտեմ, որ Ալիևը չգիտեմ, օգոստոսի 18-ին հարձակվելու է, բայց հանգիստ կարան ասեն էլ պատերազմ չի լինելու, ինչ է խանգարում, որ 100 անգամ արել են։ Երկնքից էլ ամեն օր երկնային մանանա է իջնելու։ Ընտրություններից հետո, եթե Նիկոլին ընտրեք, ամեն օր ասենք ամեն մեկի տունը բան է գալու։ Ես 10,000 դրամ կամ 20,000 դրամ բան։ Խափեք էլի, ասենք մարդկանց էշի տեղ դրեց, ասենք Ծեր կանակ երիտասարդանալու են, երիտասարդ տղամարդիկ ուժեղ են լինելու եւ հարուստ։ Ասենք ինչ է խանգարում։ Այդ բան, էլ պատերազմ չի լինելու, всё։ Ով ասեց չի լինելու։ Ո՞վ է ձեր գարանտը։ Ո՞վ է ձեր գարանտը, լավ, Չէ, Նիկոլը, գիտես ինչի համար։ Որտեվ ասել է, որ բանը, երբ որ դու պարտվում ես, դա հրաշալի է։ Իսկ պարտությունը դա հաղթանակը խայտարակություն է, իսկ որ ասես ախպեր ջան, պարտությունը լավ է, որ հարձակվի, մենք էլ չենք պատերազմելու, հա, այդ Կասանել հաղթեցինք։ Չէ, Հաղթեցինք, որտեղ պարտվել ենք, դա հրաշալի էր։ Չէ, մենք չպատերազմեցինք։ Պատերազմ չեղավ, չէ, մենք հանձնվեցինք։ Մենք ասել էինք, չէ, որ պատերազմ չի լինելու։ Իրանք գարանտիա տան, իրանք չթողնեն բանակը կռվի։ Հա, որ չկռվի, պատերազմ չի լինի, էլի։ Մենակ այդ դեպքում կարա, այդ տրամաբանությամբ կարան գարանտիա, ասեն ախպեր, մենք ասել ենք պատերազմ չեն լինելու, որ մենք չպատերազմենք։ Վերջին հայը դիմանալու ենք, չենք պատերազմելու։ Հանգարց օրից չունենանք։ Այտենց երկրներ եղել են իդե։ Ես քեզ ասեմ, որ մի քանի ժամում հանձնվել են։ Հա, ինչ, ես քեզ ասում, Դանիան, որը այսօր իբր Գրենլանդիայի համար այտենց կռիվ է տալի։ 1940 թվականին, երբ որ Գերմանիան հարձակվել է Դանիայի վրա, պատերազմը տևել է պաշտոնական թվերով 5 ժամ։ 5 ժամ։ Կատաղի մարտեր։ Կատաղի խայտարակ։ Հա, ասել են ախպեր, բայց խիմերն ենք։ Մեկը ավելի լավ հանձնվենք, պրծնենք, էլի։ Չպատերազմենք։ Եթե 25 միլիոն սովետական ժողովուրդ չմեռներ, իրանք միջև հիմա ապրելու էին Հիտլերի ռեժիմի տակ, էլի։ Այդ պետք է հասկանալ, չէ՞, որ իրանց փրկող եղել է, մեզ փրկողնով ալնելու։ Իհարկե, հայ ժողովրդի համար ինչ որ մասի համար ես հասկանում եմ հոգեբանորեն շատ ծանր է, որ իրանց ականջների համար շատ հաճելի է, շատ քաղցր է լսել, որ պատերազմ չի լինելու, մեր երեխաները այլևս չեն։ Հավատում են, այսքան սուտ ինչքան մենք այս 8 տարում ենք լսել։ Լսի, մարդկանց մի հատ տեսակ կա, որը սիրում է սուտ։ Կապ չունի, նույնիսկ ինքը գիտակցորեն, ենթագիտակցորեն, լսի, հասկանում է, որ դա սուտ է, որ դա անհնար է, բայց մարդը ինքը իրան խաբում է։ Կան այտենց մարդիկ։ Մարդու մեջ, ցանկացած մարդու մեջ ինքնախաբեության բան կա։ Այտենց մի բան կա, էլի, որ մարդը հավատա ինչ որ երազի, ինչ որ մի։ Գիտես որ նայ, որ ամուսինը դավաճանվա կինը բռնցնում է, երթում պատառաուտում, որ էլ երբեք չի դավաճանելու, ու այդ կինը բան անում, ինքը իրան համոզում է, որ սա վերջին միջադեպն էր, էլ չի լինելու։ Բայց հետո էլի կրկնվում է, հետո էլի կրկնվում է, հետո էլի կրկնվում է։ Այտենց հավերժ։ Դու այդ թեմայից լավ չես։ Լավ չեմ, չէ, լավ չեմ, դրա համար լռում եմ, որտեվ Չէ, ուղղակի այդ գիտես ինչ, այդ մի անգամ սուտ ասածին երկրորդ անգամ հավատալը, դա տենց ավելի շուտ քո մտավոր ունակությունների մասին է խոսում, քան դիմացինի, էլի։ Եթե մի անգամ դու ինձ խաբեցիր ապրես, երկրորդ անգամ խաբեցիր, ես եմ մեղավոր, էլի։ Հա, դե հիմի իրանք այնքան են, լսի, այդքան որ խաբել են, բայց հələ հավատացող կա, չէ։ Դա շատ քիչ։ Քիչ կա, բայց կա։ Նիհորեն։ Բայց կա։ Էլի եմ ասում, ասենք հիմի մեկին ասես բանը, հավերժական, չգիտեմ, հարստություն խոստանաս կամ հավերժական կյանք խոստանաս, բան, լսի, այն մարդիկ խաբվում են։ Լսի, հասարակության մեջ ինչքան մարդ կա, որը խաղում է։ Լիքը խաղում է։ Ես կյանքում մի հատ լոտո առաջ չկամ։ Հիմի Ես դաժե կազինո որ գնացել եմ երբեք խաղադրույք չեմ անում, ես չեմ խաղացել։ Ես էլ ուրիշների հետ գնացել եմ, նույնիսկ ինձ առաջարկել են, որ մենք Փողատանք դու խաղա։ Հա, մենք ապարատի մեջ փող դնենք, ասել եմ ախպեր ջան, ես ապարատին մոտիկ չեմ գա, ձեզ էլ եմ նույնը խորհուրդ տալի, բայց քանի որ լսի, հիմի այդ մարդիկ որ խաղում են, ինչի համար են խաղում։ Գիտեն չէ, որ վերջին հաշվով ամենամեծ հաղթողը այդ խաղի տերն է, ոչ թե իրեն։ Բայց մարդը ասում արա կարող է մի անգամ բախտես բեր։ Այս անգամ բանն նույն ձևի մարդիկ են։
Նույն ձևի մարդիկ կարան իրանց ստին հավատան։ Կարան։ Բայց չարժի որ հավատան։ Այս ուրախ նոտայի վրա առաջարկում եմ ամփոփենք։ Ձեզ խորհուրդ ենք տալիս ոչ թե ստերին հավատալ, այլ մարդկանց արած գործերին, անցած ճանապարհին, առաջարկած ծրագրին, փորձել ծանոթանալ ու այդպիսով ընտրություն կատարել։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, բայց ոչ միտեղ չենք գնում։ Սկզբում բաժանորդագրվում ենք եւ ներքևի հատվածում մեզ մեկնաբանություններ ենք գրում, որպեսզի YouTube-ը մաքսիմալ շատ քանակի մարդկանց մեզ ցույց տա այս հաղորդումը։ Ես ու Ավոն էլ սիրով հետո կարդում ենք։ Մի բան էլ ասեմ։ Դավայ։ Երբ որ ես ծանոթներիցս մեկին հարցրեցի, ասացի, օրինակ դու լայք դնում ես, որ նայում ես, հիմից այնց որ ասում ես շատ եմ հավանում ձեր։ Ին գիտես ինչ ասել։ Ասում է, բա որ իմ իշխանությունները իմանան։ Ես քեզ անկեղծ եմ ասում է կարանի։ Չեն հետո հանգիստ լայքերը դրեք։ Ես դες վստահեցնում եմ։ Կարակ տակնել մտնեք մի երկու հատ բան գրեք, այդ էլ չեն կարդում։ Մենք չեմ կարդում։ Չէ, որովհետև ուզում եմ ասեմ, այնպես տարօրինակ մարդիկ կան, այնպես բաներ վախեր ունեն։ Այդպես իշխանությունն ա մեղավոր, հասկանում ես, հետո եք բարի համար, մեր ձևով բարի համար նստած մարդիկ կան, ոչ զարմանալի չի։ Մի լայքի համար գործից ազատված մարդիկ կան։ Մի բան էլ եմ ուզում մեր հետևորդներին ասեմ։ Նայեք, դա ուզում եի հաղորդման սկզբում ասել, բայց քանի որ հիմա հիշեցի, հիմա եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը եւ իր շրջապատը ուզում է հասարակությանը համոզի, թե իրանք հիմա ժողովրդավարություն են ստեղծել եւ հիմա այնպիսի խոսքի ազատություն կա, որպիսին չի եղել որևէ անգամ։ Այդ նույն Ալեն Սիմոնյանը, նույն Նիկոլ ասում է, հիմա լրագրողները պետք է մեզ ընտրեն, որովհետեւ մենք նրանց համար ստեղծել ենք խոսքի ազատություն։ Ուրեմն Լսի, ես ուզում եմ ասեմ, որպես լրագրող, որը աշխատել է 30 տարուց ավելի լրագրող, 91-92 թվերից 35 տարի։ Լսի, ուզում եմ ասեմ, որ այնց չի, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում բան ա եղել, խոսքի նկատմամբ բան ա եղել, այտենց բռնություն ա եղել, չգիտեմ, արգելք ա եղել, Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տպել է հայկական ժամանակ թերթը։ Արտազգային ժողովում ինչպես ինչ ելույթներ էր ունենում։ Հիմա մեկը տենց ելույթ ունենա, քանի րոպե ազատության մեջ կլինի։ Նիկոլի պես ելույթ ուներ։ Ես ուզում եմ ասեմ, երբ որ այտենց փորձում են ներկայացնել, թե իբր իրանց օրոք այնպես մի հատ ժողովրդավարություն ա, այնպես մի հատ ու դա իրանց շնորհքն ա։ Ես ուզում մարդիկ թող հիշեն, ով որ այդ ժամանակ փոքր է եղել կամ չի հիշում, հիշողության հետ խնդիր ունի, թող իմանան, որ Հայաստան ժողովրդավարությունը դա խոսելու ազատությունը չի։ Դա մի բանի ժողովրդավարությունը դա այն է, թե հանրային կարծիքը որքանով է ազդում իշխանության ձևավորման եւ իշխանությունների գործունեության վարքագծի վրա։ Всё, թե խոսալով ինչ։ Մենք մեզ կարող մեջտեղից ճղենք, բայց եթե դուք վերցնեք մարդկանց բերթերն եք լցնում, ընդհանրապես ընտրություններին մասնակցելու համար, կամ եթե հասարակությունը ասում է, որ մենք այս քաղաքականությանը դեմ ենք, այս ուղղությանը դեմ ենք, սա մենք համարում ենք, բայց դուք միևնույնն է շարունակում եք այդ քաղաքականությունը իրականացնել։ Փոփոխվող աշխարհի հետ մենք էլ ենք փոփոխվում։ Դա ինչ կապ ունի ժողովրդավարության հետ։ Դա բացարձակ բռնապետությունն է, որտեղ կա խոսելու մասնակի ազատություն։ Այն էլ մասնակի, որովհետև շատ մարդիկ դրա համար նստած են։ Երկար ստացվեց ամփոփումը, բայց դե։ Շնորհակալ եմ, սպասում ենք ձեր մեկնաբանություններին մինչ մյուս երկուշաբթի։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական հաստատվածի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։